Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Եթե փնտրում եք արագ, հեշտ և համեղ թխվածքաբլիթների բաղադրատոմս, ապա ճիշտ տեղում եք։ Մածունով պատրաստվող այս թխվածքաբլիթները ունեն խրխրթան կեղև, փափուկ բիսկվիթային միջուկ։ Պատրաստվում են առանց մեծ ջանքերի, շատ հասանելի բաղադրիչներով, հիանալի տարբերակ է հյուրասիրության համար։ Ընդամենը 30 րոպե և կզգաք ձեր մանկության համը։ Հենց այս բաղադրատոմսով մածունով թխվածքաբլիթները պարզապես արտակարգ են ստացվում։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Մեկ ձվի վրա ավելացնում ենք 5 ճաշի գդալ շաքարավազ։ Քանի որ ձևավորման ժամանակ թխվածքաբլիթները պետք է պատենք շաքարավազով, այդ պատճառով խմորի մեջ շաքարավազ շատ չենք օգտագործում, որպեսզի քաղցր չստացվի։ Ձուն շաքարավազի հետ հարելուց հետո կավելացնենք 80 մլ բուսայուղ, 200 գ մածուն։ Որպեսզի թխվածքաբլիթները լավ բարձրանան և ստացվեն շատ փափուկ, մածունը պարտադիր պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Կավելացնենք նաև 1 լիտր թեյի գդալ վանիլային շաքարավազ, մի փոքր աղ և կես թեյի գդալ սոդա։ Կես թեյի գդալ սոդայի փոխարեն կարող եք վերցնել 1 լիտր թեյի գդալ փխրեցուցիչ, այդպես էլ արտակարգ է ստացվում։ Ինչպես տեսնում եք, ամենապարզ և հասանելի բաղադրիչներով, առանց հարիչի գործածության կարելի է ստանալ արտակարգ տեսք ունեցող թխվածքաբլիթներ շատ կարճ ժամանակահատվածում։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք մինչև սոդան ակտիվանա և ստանանք միատարր զանգված, այնուհետև ավելացնում ենք 450 գ ալյուր։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես թխվածքաբլիթները լավ են բարձրանում և ստացվում են շատ փխրուն։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Երբ գդալով խառնելը դժվարանում է, աշխատանքային սեղանի վրա մի փոքր ալյուր ենք ցանում և խմորը 1-2 րոպե հունցում ենք։ Այս բաղադրատոմսով ստացվում է 10-ից 12 միջին չափի կարմրաթուշ անուշաբույր թխվածքաբլիթներ։ Կարող եք պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ որքան արագ պատրաստվում, նույնքան արագ էլ վերջանում է։ Խմորը բաժանում ենք 10-ից 12 հավասար մասերի և գնդում ենք։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ և հետաքրքիր բաղադրատոմսերը։ Գնդելու ընթացքում այլևս ալյուր չենք օգտագործում, դրա անհրաժեշտությունը չկա։ Մեկ ձվի դեղնուցի վրա ավելացնում ենք 1 ճաշի գդալ կաթ և խառնում ենք։ Գնդերը թաթախում ենք նախ ձվի, այնուհետև շաքարավազի մեջ, այսպես ձևավորում ենք բոլոր թխվածքաբլիթները։ Որպեսզի ստանանք ախորժելի տեսք ունեցող թխուկներ, մկրատի օգնությամբ այսպես 3-ից 4 կտրվածք ենք անում։ Թխում ենք նախապես 180 աջ ճանտաքացված ջեռոցում, մինչև լավ բարձրանան և գեղեցիկ կարմրեն։ Այսօր էլ մածունով պատրաստվող այսպիսի հրաշալի թխվածքաբլիթների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։